Եթե չունենք գենետիկորեն խնդիր, եթե չունենք բնածին խնդիր սկոլիոզի կամ DCP, այդ մուկ ախտորոշումը, պետք է ուղղակի զբաղվել սպորտով, չեմ ասում պրոֆեսիոնալ սպորտով, այսինքն շարժում պետք է լինի կյանքում պարտադիր, կլինի լողի տեսքով, կլինի մկանները պետք է հավասարաչափ զարգանալ։ Մենք այսօր շատ դեպքեր ենք ունենում, երբ որ մարզասրահներում իրենց վնասում են, այսինքն չեն պարապում ճիշտ, մտածում են մեջքի մկան զարգացնենք, այլ մկաններ զարգացնենք եւ ունենում ենք հակառակ էֆեկտ։ Դա ճիշտ չէ։ Այսինքն առանց մարզիչի պետք չէ մարզասրահ։ Առանց մարզիչի եւ առանց պրոֆեսիոնալ մարզիչի պետք չի, որտեվ մարզիչի ընտրությունը եւս շատ կարեւոր է։ Մարզիչը, չասեմ բժշկի, բայց մոտավորապես բժշկի այդ դեպքում դեր է տանում, պետք է իմանա, որ մկանի հետ աշխատել, որպեսզի չծանրաբեռնի եւ այլն եւ այլն։